Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ, մասնավորապես Իտուրոպ կղզի։ ՍԱՆԱ-ին հայտարարել է, որ Տոկիոն դատապարտում է նման քայլը, քանի որ նրա ձևակերպմամբ հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են, թե պատմականորեն, թե միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ռուսաստանի նախագահի այցը Իտուրոպ նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները։ Ուկրաինան ներխուժելուց հետո Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները չափազանց բարդ են, բայց նույնիսկ այս պայմաններում Տոկիոն ջանքեր է գործադրում լարվածությունը կանխելու համար, ընդգծել է Ճապոնիայի վարչապետը։ ՍԱՆԱ-ին հավելել է, որ Պուտինի այցը սրել է Ճապոնիայում հակառուսական տրամադրությունները եւ բարդացրել հարաբերությունների վերականգնման գործընթացը։ Ճապոնական կողմը նախազգուշացնում է, կառավարությունը մտադիր է ուսումնասիրել պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, դիտարկվում է պատժամիջոցները խստացնելու սցենարը։ Մոսկվայից արձագանքել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Տոկիոյից հնչող հայտարարությունները քաղաքական առումով անտեղի են, վիրավորական եւ անհիմն իրավական տեսանկյունից։ Նա մեղադրել է Ճապոնիային հակառուսական եւ թշնամական կուրս որդեգրելու համար։ Իտուրոպ կղզին, ինչպես եւ Կուրիլյան կղզիները ամբողջությամբ Ռուսաստանի անբաժանելի մասն են, եզրափակել է պաշտոնյան։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Դաշնության երկնքում ուկրաինական 553 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Բելգորոդի մարզում 1 մարդ է զոհվել, կան վիրավորներ, թիրախում է հայտնվել Լենինգրադի մարզը, Ուստ-Լուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Թվերի մարզում Wildberries-ի պահեստը։ ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դրանք հաջողվել է չեզոքացնել։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Կրամատորսկին, վնասվել է բազմահարկ բնակելի շենք, հրդեհ է բռնկվել։ Զոհեր կան Սումիի շրջանում, թիրախավորվել է Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։ Նաև տեղեկություններ կան, որ ԱԹՍ-ը խոցվել Լատվիայի երկնքում, գործողությանը ներգրավվել են ՆԱՏՕ-ի կործանիչներ։ Վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ԱԹՍ-ի ծագումը դեռ հայտնի չէ։ Այս ֆոնին արևմտյան մամուլը գրում է, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հրադադար հաստատել Սև ծովում եւ չթիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նշվում է, որ Կիևն իր առաջարկը Մոսկվային է փոխանցել երրորդ կողմի միջոցով եւ սպասում է պատասխանի։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կոչ է արել նոր փուլ սկսել Աբրահամյան համաձայնագրերում, որոնք ձեռք են բերվել շուրջ 6 տարի առաջ Վաշինգտոնի միջնորդությամբ եւ միտված են կարգավորելու Իսրայելի եւ արաբական պետությունների հարաբերությունները։ Քուշների կարծիքով հարկավոր է ընդլայնել համաձայնագրերի շրջանակը հիմնված տնտեսական գործակցության եւ տարածաշրջանային անվտանգության վրա։ Տարածաշրջանը կրկին գտնվում է շրջադարձային կետում, նախկինում անհնարին համարվող առաջընթացի կարելի է հասնել հրաժարվելով տարածաշրջանային հակամարտությունների հարցում անցյալի մոտեցումներից եւ բաժաներար գծերից, հավելել է Սպիտակ տան բանագնացը։ Նաեւ լուրեր են շրջանառվում, որ Քուշները հաջորդ շաբաթ կարող է մեկնել Իսրայել։ Օրակարգային կարևոր հարցերից է լինելու Գազայի հատվածում իրավիճակը եւ այն վերականգնելու ամերիկյան ծրագիրը, որին հրեական պետությունը դեմ է արտահայտվել։ Թուրքիայի արտգործնախարարը Եգիպտոս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Գազայում զարգացումներին։ Հակամ Ֆիդանը շեշտել է, պաղեստինյան կողմը կատարել է իր պարտավորությունները, մինչդեռ հաջորդ փուլին անցնելու Իսրայելի դժկամությունը եւ պաղեստինցիներին վտարելու ծրագրերը կարող են ստիպել միջնորդներին կտրուկ միջոցների դիմել։ Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրի Իսրայելի վրա, հակառակ դեպքում Թուրքիան, Կատարը եւ Եգիպտոսը քայլեր կձեռնարկեն, նախազգուշացրել է դիվանագետը։ Ֆիդանի համոզմամբ Բենյամին Նեթանյահուն ավելի ու ավելի է մեկուսացնում Իսրայելը միջազգային հանրությունից։ Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը դաշինք են կազմել Թուրքիայի դեմ եւ սպառնում են երկրի անվտանգությանը։ Այս համատեքստում Ֆիդանը հիշեցրել է օրերս Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի միջև ստորագրված Մեքքայի համաձայնագրի մասին, հավատացրել, որ փաստաթղթի կողմերի նպատակն է ստեղծել բացառապես պաշտպանական դաշինք եւ մշակել զսպման մեխանիզմներ։ Նա հույս է հայտնել, որ Եգիպտոսը եւս կմիանա Մեքքայի համաձայնագրին։ Հատկանշական է, որ լրատվամիջոցներն այն անվանում են մուսուլմանական ՆԱՏՕ։ Դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Դիանա Գասպարյան, լուրեր։